Որ կառույցն է Հայաստանում դատավորների նկատմամբ այս կամ այն տեսակի սանկցիաներ կիրառում։ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ որ կառույցն է համապատասխան միջնորդություններով դիմում ԲԴԽ-ին, որոնց հիման վրա էլ վարույթներ են հարուցում։ Արդարադատության նախարարությունը, ավելի ճիշտ, հենց նախարարը։ Այս հանգամանքը հաշվի առնելով միջազգային կառույցները Հայաստանին հանձնարարականներ են ուղղել։ Հանձնարարական կա, որ արդարադատության նախարարի կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պետք է վերացվի, որտեղ դա անհամատեղելի է դատական անկախության հետ, գործադրի ներկայացուցիչ քաղաքական գործիչը ըստ էության նախաձեռնում է վարույթ, որը դատավորի անկախության միջամտություն է։ Միջազգային նորմերն ասում են, որ դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով բարձրագույն դատական խորհրդին պետք է դիմի դատավորների ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Մեզ մոտ հենց այդպես էլ արվում է։ Պարզապես կառավարության ներկայացուցիչների կարծիքով այդ կառույցի աշխատանքն այնքան էլ արդյունավետ չէ։ 2024 թվականին հանձնաժողով է ներկայացվել 583 դիմում, դրանցից որպես դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում դիտարկվել է 183-ը, կարգապահական վարույթ է հարուցվել 9-ով եւ բարձրագույն դատական խորհրդի միջնորդություն է ներկայացվել միայն 2 գործով։ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 անդամից 6-ը դատավոր են, 2-ը ոչ դատավոր։ Գործադիրն էլ որոշել է մաթեմատիկայի միջոցով իրավիճակը փոխել, ոչ դատավոր անդամների թիվն ավելացնել 3-ով, ընդհանուր 11 հոգանոց կազմ դարձնել։ Ենթադրվում է, որ դատավորները խոչընդոտում են իրենց գործընկերների շարքերը մաքրելու process-ին։ Հարցն այն է, թե ովքեր են համալրելու հանձնաժողովի ոչ դատավոր անդամների տեղերը։ Եթե նախկինում խոսում էինք հասարակական կազմակերպությունների մասին, հիմա խոսում են ոչ առևտրային կազմակերպություն, նորմալ հիմնադրամները եւս կարող են ներառվել։ Այսինքն առաջին բանը, որ ես նկատեցի, դա ոնց որ այն կառույցների շրջանակին լայնումն է, որոնց ոչ դատավոր անդամները կարող են ներգրավվածություն ունենալ։ Դատավորների ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում եւս մի քանի փոփոխություններ են ծրագրվում, որոնք ըստ իրավաբանների կարող են կիրառվել անցանկալի դատավորներին ճնշումների ենթարկելու համար։ Մենք առաջարկել ենք քվորումը սահմանել հանձնաժողովի առնվազն 7 անդամի կազմով եւ վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը ընդունել առնվազն 4 հոգու ձայներով։ Այսինքն, միայն ոչ դատավոր անդամների ձայնը բավարար է լինելու դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու եւ նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ միջնորդություն ուղարկելու համար։ Եթե խիստ չափանիշներ չկան, թե որ ոչ դատավոր անձին կարող են հավակնել նման կարևոր պատասխանատու պաշտոնին, մենք կարող ենք այլ ազդեցություններ ունենալ հենց այս հանձնաժողովում։ Գործադիրը հույս ունի այսպիսով ավելացնել բարձրագույն դատական խորհուրդ դատավորների վերաբերյալ ուղղված միջնորդությունների քանակը, որքան շատ միջնորդություն, այնքան շատ պատժված եւ ուրեմն ավելի մաքուր դատական համակարգ։ Հավանաբար սա է տրամաբանությունը։ Մյուս կողմից արդարադատության նախարարի ԲԴԽ ուղարկված միջնորդությունների վերաբերյալ վճիռները սկսել են բեկանվել մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ դարձել են գլխացավանք Հայաստանի համար։ Այսինքն սա այն դեպքն է, երբ քանակը չէ որ կարևոր է։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։